Հովհաննես ավետարանը ինչն ասում է, եթե մենք ասենք, թե մեղք չունենք, սուտ ենք անում Աստծուն։ Այս աշխարհում ոչ մի անմեղ մարդ չկա, միայն մեր Տերն է Հիսուս Քրիստոս, անմեղ, մաքուր ու սուրբ, անգամ ծնունդով։ Մենք արդեն մեղավոր ենք ծնվում։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է ադամական մեղքով։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ոչ միայն ադամական մեղքով, այլ նաև հոգու մարմնի հակամարտությամբ։ Հենց ծնունդով մեր մեջ հոգին ուրիշ բան է ցանկանում, մարմինը ուրիշ բան է ցանկանում։ Եվ Պողոս առաքյալն ինչ ասում է, ես իմ մեջ գտնում եմ մի օրենք, որ ինձ կեղեքում է, ինձ տանջում է։ Հոգիս ուրիշ բան է ուզում, մարմնիս մեջ ուրիշ օրենք է դրված։ Ես չգիտեմ իմ ասում եմ, հոգու օրենքը կատարեմ, թե մարմնի օրենքը կատարեմ։ Եվ այդպես հոգու եւ մարմնի հետ հակառակություն, հոգին ինչ է ցանկանում, հոգին ցանկանում է աղոթք, հոգին ցանկանում է հոգեվոր վայելք, մարմինը ցանկանում է հանգիստ, մարմնավոր հաճույք։ Տեսեք ինչքան տարբեր են մարմնավոր հաճույքները եւ հոգեվոր վայելքները։ Կարող է մարդը մարմնապես չհանգստանա, աշխատի, տանջվի, չարչարվի, քրտնի, բայց հոգեպես վայելի այդ աշխատանքը։ Եվ հոգու եւ մարմնի այդ հակամարտությունը Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, թուլանում է մկրտությամբ մաքրվում է ադամական մեղքը, թուլանում է հոգու մարմնի հակամարտությունը։ Եվ մենք պետք է հասնենք հոգու եւ մարմնի ներդաշնակության։ Քանի դեռ հակառակություն կա մեր հոգու եւ մարմնի միջեւ, մենք մեղավոր ենք։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մեջ այդ հոգու մարմնի հակառակությունը չկար, կատարյալ ներդաշնակություն կար։ Եվ մարդը քանի աստիճանի վրա կարող է մեղք գործել։ Միտք, սիրտ եւ մարմին։ Միտք, սիրտ եւ մարմին։ Ավետանում մեր Տերը ինչ ասում։ Եթե նայեցիք մեկին ու սրտում ցանկացաք, շնացաք արդեն։ Տես ինչ է ասում։ Նայելը դա միտքն է, ցանկանալը դա սիրտն է, շնանալը դա մարմինը կարող է լինել կամ չլինել։ Տերը հստակ ասում է 3 աստիճանները՝ միտք, սիրտ եւ մարմին։ Մտքում մեղքը ծնվում է, սրտում հղանում է, մարմնում ծնվում է, մարդում արդեն գործվում է։ Եվ այդպես էլ մենք պետք է զգույշ լինենք մեր մտքին։ Սրտին պետք է ավելի հզոր ոստիկան նշանակենք աղոթքը, պահապան հրեշտակին, ուշադիր լինենք, որ հանկարծ սրտում մեջ ցար ցանկություններ չծնվեն։ Գիտեք, կան մեղքեր, որ մարմնավոր են, կան մեղքեր, որ հոգևոր են։ Մարդկա չի ցանկանում սրտով, բայց սրտով նախանձում է, սրտով չարանում է, Սրանք հոգևոր մեղքն են։ Մարմնով ցանկանալը դա մարմնավոր մեղք է։ Հոգով նախանձելը դա հոգևոր մեղք է։ Մենք բոլոր մեր տեսակի մեղքերից պետք է զգույշ լինենք։ Մենք պետք է ձգտենք այդ կատարյալ մաքրությունն ու սրբությունը պահել մտքի, սրտի եւ մարմնի։ Դե մտքի, սրտի մաքրությունն ու սրբությունը մենակ աննապատական հայրերն են կարողանում պահել, հա։ Սրտի սրբությունը մենք պետք է շատ զգույշ լինենք։ Մարմնի մեղքերին մենք չպետք է անցնենք։ Մարմինը չար սովորություն պետք է լինի, որը դառնում է երկրորդ էություն։ Շատ զգույշ պետք է լինենք։ Ուրեմն Հովհաննես ավետարանչի այս խոսքը, թե ով ասում է, թե ինքը որևէ մեղք չունի, Աստծո սխալ է հանում, որտեղ Աստված մեղավորների համար եկավ խաչվեց։ Եթե մենք արդար ենք, մեզ համար Քրիստոս չի խաչվել, փրկությունը մեզ չի հասնում, հա։ Ասում է արդարներին փրկիչ պետք չի, առողջներին բժիշկ պետք չի, միայն հիվանդներին է բժիշկը օգտակար։ Այդպես էլ մենք բոլորս պետք է խոստովանենք մեր հիվանդությունը, Աստծո առջև ընկնենք, ներողություն խնդրենք, որպեսզի իմաստուն եւ ճարտարապետ բժիշկը, մեր Տերը Հիսուս Քրիստոս, մեր բուժի, հա։ Մենք ինքներս խոստովանենք մեր մեղավոր լինելը, որպեսզի Աստծուց բուժում ստանանք։ Ամեն։